это особо не повлияет, не армянский народ делает правильный выбор, и будет армянская власть. Что вы будете делать, если вы проиграете? Вернетесь в Россию, Я никуда не вернусь. Вниз камеру опустите. Работать. Не переживайте, немного. Այդ եթեներով խոսենք, կյանքը ցույց տա, ընդամենը Միկրոֆոնների իջեցրեք։ Նիկոլ Փաշինյանի հնչեցրեք։ Մի քիչ միկրոֆոնների ներքև պահեք։ Ձեր համոզմունքը ինչի վրա է հիմնված։ մեր համոզմունքը դուք այսօր տեսնեք ինչի վրա է հիմնված, այսօր բոլորս տեսնենք դա։ Բայց Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին ինչպես քարտական։ Ես քվեարկեցի հանուն համախմբված, հանուն միավորված, հանուն Էնի բառը չեմ ուզում ասեմ, վտանգավոր բառը, շատ ենք դրա մասին ասել, բայց ամենայն դեպս մենք բոլորս միասին պետք է համախմբենք մեր ժողովրդին, մեր երկիրը պետք է համախմբենք, մեր սպյուրքին համախմբենք նորից մեր հայրենիքի հետ, իրենց հայրենիքի հետ, դրա համար եթե այդպիսի հնարավորություն լինի, ես շատ ուրախ կլինեմ։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ըստ էության ոչ դուք, ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները չեք կարողանա Հայաստանը լքեք, ասում են, որ կհայտնվեք բանտում։ Ինձ ոչ ես, ոչ Քոչարյանը չենք էլ պատրաստում Հայաստանը լքենք, դրա համար ինքը դա հասկանալով Я, честно говоря, не хочу на этот вопрос отвечать, потому что я даже не знаю, какие последствия будут. Ну, будут какие-то последствия. А Евросоюз может принимать часть продукции Армении, как вы думаете, которая не пойдет в Россию? Ну, какой-то часть. Три абрикоса они могут. Больше я не знаю. Պարոն Կարապետյան, իսկ Ռուսաստանի այդ քայլերը ողջ չեն տալիս մեր Սիրիանը, գյուղմթերքը, ծաղիկները, բնիկները արտանավեն, այսինքն շուկաները փակված։ Նայեք, դա ես չեմ ընդունում, իրոք չեմ ընդունում, քանի որ դրանից տուժվում են հայ բիզնեսմենները, հայ ժողովուրդը, ցանկացած քայլ, ցանկացած երկրի կողմից, եթե արվում է ու տուժվում է հայ ժողովուրդը, ես չեմ կարող դա ընդունել։ Կարծիք կա, որ Ռուսաստանը ոնց որ հատուկ անում է, որ Փաշինյանին օգնի, այսինքն վատ տրամադրությունը գեներացնի ընդդեմ Ռուսաստանի, դրա միջոցով ընդդեմ ձեզ, եւ մարդիկ այդպես որոշված գնան Փաշինյանին ընդդեմ, որ ասեն, որ ռուսի տակի սոցիալ դասացիք ինչ էր անում այդպես։ Ինձ թվում է ռուսները ունեն իրենց շահերը եւ հետեւողական վարում են իրենց քաղաքականությունը, դա ոչ մի կապ չունի ոչ Փաշինյանի հետ, ոչ ինձ հետ, ոչ մի քաղաքական ուժ հետ։ Փաշինյանին աջակցում են Ռուսաստանը կամ անձամբ Պուտինը, թե սախավ է, թե խաղ չէ բնակարան։ Ինձ թվում է պայմանավորված բան չկա, բայց Ռուսաստանը նորից եմ ասում, հետևողական հետապնդում է իր շահերը Հայաստանում։ Դուք տեսել եք, որ Ռուսաստանը ինձ աջակցել է, թե չէ։ Երբ Վլադիմիր Պուտինը ընդամենը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունենան, հնարավորություն ունենան մասնակցեն ընտրությունների։ Դա իհարկե չեմ համարում բաժին։ Հաջողվի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել այլ պլան սցենար ունեք։ Իշխանափոխության այլ սցենարը կախված է հայ ժողովրդից։ Ես ինչպես կարող եմ ունենալ այլ պլան հայ ժողովուրդը ինչպես կորոշի, այսպես կորոշի։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, չնայած դրա հնարավորությունը ձգտում է 0-ի, բայց
Հայ ժողովուրդը եթե կհամակերպվի, ուրեմն կհամակերպվի։ Դե մի անգամ երկու անգամ համակերպել է։ Երկու անգամ համակերպել է։ Դուք կհամակերպեք դրա հետ։ Ժորժյան, անպայման մենք մոտակա օրերին կհանդիպենք, Մարիաման ձեզ կհրավիրի, ընտրությունից հետո ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Այսօր մի քիչ հարցեր կա։ Նախկինում ավելի վստահ ասում եք, որ հաջորդ հարցը պետք է Մի տեսակի փոխվել է դեպի լավը, մի անհանգստացեք։ Ինչ։ Վաղը կուզենայի տեսնել Հայաստան լեգիտիմ իշխանությունով։ Դա շատ կարևոր է մեր երկրի համար, քանի որ չունենալով լեգիտիմ իշխանություն, մենք չենք կարողանալու ապահովենք Հայաստանի զարգացումը։ Ինձ մեծ էր հարցի պատասխանը դուք գիտեք։ Կաշառք գիտեք, ով է բաժանում եւ ամեն օր նույնիսկ այսօր մեր մասին, բայց ոչ մի բան չեն կարողանում ապացնել։ Господин Капитан, я согласен, что можно, пожалуйста, как будет отношение развиваться дальше с Евросоюзом, с Россией? Ժորժան կներեք։ Մեկ բան, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը չի տալու ձեզ։ Դուք պլան B ունեք։ Ակնհայտ չի, սպասենք, մինչև վաղը սպասենք։ Պատրաստ է ձեր ղեկավարած կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտ ընդդիմություն աշխատել, պարոն Կարապետյան։ Դուք ես մի քանի անգամ պատասխանել եմ, հարցի պատասխանել լավ գիտեք, ես ամեն օր ավելի մեծ համոզմունքով պատասխանել եմ այդ հարցին։ Նույնն է մնացել ամեն ինչ, ոչ մի բան չի։ Ուզում որ մենք ընդդիմություն լինենք, ոնց որ լրիվ Փաշինյանի կողմից։ Մի հատ մարդ չի մնացել է ժողովրդի մեջ Փաշինյանի կողմից, մնացել եք միայն դուք։ Պարոն Կարապետյան, ես կողմը, կներեք։ Всё։ Մասը գնացուք ինգեք դեմը։ Աշխատակիցների կամերաներ դրել։ Առաջին անգամ է երևի։ Ժորժը շատ կարճ է։ Կարող ես Մարդկանց խանգարենք էլի։